Բարեզես, աշխատանքային շաբաթը սկսում ենք ներքաղաքական գծիկ կրոնական բավական ուշագրավ զարգացումներով, այսօր մեր ուշադրության կենտրոնում շարունակելու է մնալ պետական պաշտոնյաներ, եկեղեցու բարձրաստիճան սպասավորներ հակամարտությունը, որ գնալով ավելի է սրվում եւ տպավորությունը թե հասնում է կուլմինացիոն ինչ-որ մի կետի, անդրադառնալու ենք ընդդիմության նախաձեռնած վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, այստեղ էլ հետաքրքիր զարգացումներ կան եւ դիտարկելու ենք այս process-ների վրա արտաքին քաղաքական ազդեցությունը եւ փորձելու ենք դիտարկել ոչ միայն ընթացիկ իրադարձությունների դինամիկան, այլև ուսումնասիրելու, դիտարկելու դրանց խորքային պատճառները եւ հնարավոր հետևանքները։ Սա Ազատ զրույցն է Free-News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Վաղուց չենք հանդիպել, վերջին մեկ շաբաթը, ավելի քան մեկ շաբաթը դուք Իրանում էիք եւ միշտ դուք Իրանում էիք, այստեղ ավելի են սրվել եւ լարվել պետական պաշտոնյաներ, եկեղեցու սպասավորներ հարաբերությունները, գայթակղություն ունեմ անմիջապես սկսելու վարչապետի այսօրվա գրառումից, որ կարծես մի ռումբ լիներ տեղեկատվական դաշտում, բայց մի փոքր հեռվից գանք, ընդհանրապես ինչ է փոխվել վերջին շրջանում պետություն, եկեղեցի կամ պետական պաշտոնյաներ, եկեղեցու սպասավորներ հարաբերություններում, ինչու հիմա սկսեցին սրվել, ել ավելի սրվել այդ հարաբերությունները։ Դե դա մենք նկատել ենք ձեզ հետ միասին, իշքան հիշում եմ մի քանի շաբաթ առաջ էր, որ ես ասացի, որ գողապետությունը գրոհի է նետվում, deep state-ն է, գողապետությունը հայերենով, այսինքն ընդհատակը, մաֆիան, Ղարաբաղյան գլան իր բոլոր բաղադրիչներով գրոհի է նետվել, նախ դա կապվում է սեփականության այդ առու վաճառքի վերադարձի նստել չնստելու հետ, բայց կարծում եմ դա չի գլխավորը ազգային ժողովի ապակա ընտրություններն են, որոնք օրորի մոտենում են եւ իշխանության ռեստավրացիայի հարց ունեն այս մարդիկ, այսինքն ռևանշի հասցնելու հարցն է։ Եվ այդ առումով ես միշտ էլ ասել եմ, որ մենք այդ կուսակցությունները, այդ խմբակցությունները, դրանք օպոզիցիա չեն, ընդդիմություն չեն։ Մենք հիմա եկեղեցու մասին հիմա ասեմ, այստեղ է, հայ ռևանշիստներ են։ Հիմա ինչքան բացվում է հարաբերությունները, ռեսուրսը այնքան սպառվում է։ Եվ բարձր որ սրանց թիկունքում Մոսկվան է, կասկած չունենաք, որտեղ եկեղեցին այն հաստատությունն է մեր պարագայում, որ ցարեր Արցախ Կովկաս մտնելու առաջին օրվանից փորձել են հաջորդին կառավարել եկեղեցու միջոցով, նաև թուլացնելով եւ այսպես։ Հիմա քանի որ ռեսուրսը վերջացավ, հիշեք շղթան, պատերազմից հետո էլ Վազգեն առաջին, Վազգեն վերջին, Վազգեն Մանուկյան, էլ Գալստանյան, էլ այնտեղ Լեհաստանից ճարել բերել էին այն Ղասապի բանով դիվանակետ համազգեստով։ Եվ այսպես շարունակվող էլ բանը ուրեմն ոսկեբարի հայտնի իրադարձություններ, բայց սահմանազատում եւ այլն։ Ուրեմն այս բոլորը նայելուց դուք տեսնում եք Մոսկվայի քաղաքական ուղեկիցը Հայաստանում չկարողանալով լուծել հարցը, հույս ունենալով ապագայում Ուկրաինայում եթե հաջողվի վերադառնալ վերջնականին, մինչև այդ Հայաստանը կայուն եւ մշտական ձևով պահել ապակայունության միջոցով, ապակայուն վիճակով։ Հիմա ուրիշ ռեսուրս չկա եւ ահա եկեղեցին նետվում է գրոհի, որը հասկանալի է մեր պարագայում, ուրիշ պարագայում հասկանալի չի։ Ես ձեր էկրանից էլ հարցրել եմ, թե ուրեմն Գարեկին ուզուրպատորին, ուրեմն Արցախյան պատերազմում մեզ բարդության տարած պետության ղեկավար, որ ինքը Պուտինն է, ինչու է այդ մարդուն բարգեւադրել պատերազմից հետո, որ ծառայության համար, որ այդպես էլ չասեց ընդ որում հայոց հայրապետը գնում այդ ուրեմն որևէ երկրի ուրեմն իշխանության ուրեմն այդ բարգեւը ստանում է տվյալ երկրի դեսպանատնից, կոպիտ խայտարակություն է մեր ժողովրդի պատմության եւ եկեղեցու պատմության մեջ։ Եվ այսպես ուրեմն ինձ թվում է, որ ռեսուրսը սպառել են, դե այստեղ տեխնատուներ են առաջադրում impeachment բան, բայց չի ստացվում։ Ուրեմն սրանց միջոցով սրում է վիճակը եւ ես օրինակ սպասում էի, որ
եւ դա եղավ, չնայած առանձնաբան չի եղել, որ իշխանությունը հակահարցակման կանցնի եւ հարցը գտնի, ինքն է իշխանությունը երկրի սահմանադրորեն պատասխանատուն քվեն ստացած եւ այլն եւ ահա վարչապետը հարցը դնում է այս կաթողիկոսի։ Բայց իրենք ասում են ձեր ինչ գործն է պետությունը եկեղեցին անջատեն, մենք մեր կանոնագիրքը ինքը իրենք սխալ են, որի մասին ձեր մոտ էլ եմ ասել։ Ուրեմն 301 թվականին, երբ Հայաստանը քրիստոնեությունը դարձրեց պետական կրոն, Գրիգոր Լուսավորիչ եւ Տրթատ Թագավորը երրորդը սահմանեցին հավերժության համար պետություն եկեղեցի հիերարխիան, Թագավորը վերևում է, երկրորդը ուրեմն կաթողիկոսն է եւ այլն եւ պատական չի որ սա պիտի իմանա ժողովուրդը։ Գրիգոր Լուսավորիչ երբ ընտրվեց, այդ ժողովին եպիսկոպոսների ժողովին նախակահել է Տրթատը, այսինքն սա քննելու էլ բան չի, որից հետո եւ այլն, իսկ իրենք ոչ միայն սահմանադրության մասին վերադառ, սահմանադրությունը հատուկ իր վերաբերմունքը ցույց է տալիս հայաստանյաց առաքելական եկեղեցու հանդեպ, բայց նա աշխարհիկ է, նրանք քաղաքականության մեջ գործ չունեն, նրանք պետք է մաքուր լինեն եւ այլն։ Այստեղ իրավական մասն է, իրենք խցկվեցին քաղաքականություն, օտարի նման կպան պետությունը տապալելու գործին, Են բոլորի հետ միասին, հիմա չասենք, բոլորը հայտնի բաներ են, միաժամանակ այս իհարկե իրավական կողմն է, կա նաև միաժամանակ բարոյական կողմը, բարոյական կողմը բոլորովին ուրիշ է, սահմանադրորեն անկախ է, կախ է, թույլատրելի է, չի թույլատրելի, մենք ունենք ավանդույթներ, կա նաև ավանդույթային օրենք, սովորույթային օրենք, երբ հայաստանյաց առաքելական եկեղեցին չի կարող իր պետականության հետ չլինել Եվ ոչ թե գնա ուրեմն Ղարաբաղյան կլանի քոցի վերածվի Ռուսաստանի պատվերները կատարի։ Այսպես է դրա համար մարդիկ ասում են ինչու եք դուք տարիներ շարունակ ասում են նա ուզուրպատոր է, նախընտրության հիմքն է սխալ։ Եվ այսպես Տակավորենք, բայց դե չենք պիտի բանուները պիտի տանք, ասում են Շիկամորուս կայսրին։ Շիկամորուս այս մարդը ուզուրպատոր է, իշխանություն է յուրացրել, ընտրությունը եղել է ոչ մաքուր, սա ինչ կապ ունի մեր եկեղեցու հետ դրական իմաստով, բացականով իհարկե փչացնում է եւ մեր ժողովրդի ու մեր պետության ուժերն է թուլացնում, ել չեմ ասում, որ նա չի զբաղվում ուրեմն հոգեվոր դաստիարակությամբ, մեր ժողովրդի հասարակ ժողովրդին երբեք չի անդրադարձել, որևէ ձևով չի արձագանքել, որի մասին բացառապես ես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը 5 տարի է ասում ենք, որ սա այս հարցը պիտի լուծվի Ես ինձ համար ոչ մի նորություն չկա, բայց հանգուցալուծման իշխանությունը ինքը գիտի ինչ է։ Հանգուցալուծման տարբերակները, իսկ մինչ այդ գիտեք, որ հանրապետության առաջին նախագահը այցելեց Մայրաթոր Սուրբ Էջմիածին, իր լիակատար աջակցությունը հայտնեց Վեհապար Հայրապետին եւ միաժամանակ խստիվ դատապարտեց եկեղեցու նկատմամբ Հայաստանի իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը, ես հաղորդագրությունների մեջ բերում Սրա արձագանքը չուսացավ Նիկոլ Փաշինյանը գրեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիր է եւ նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի եւ կեղծիքի կողքին։ Իհարկե դրանից հետո նորից գրեց եկեղեցին ժողովրդին վերադարձնելու հանրության մասին մի գրառում արեց, ես հիմնական այսօրվա ռումբը թողնում եմ։ Ինչ նշանակություն ուներ Առաջին նախագահի այցելությունը քաղաքական լինի, խորհրդանշական լինի, բարոյական լինի, ընդհանրապես ինչ կար այդ այցելության եւ աջակցություն հայտնելու Տեսեք ինչ կա, ես հռետորական հարց եմ տալիս, մեկը, որևէ մեկը, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջի դեմք դառնալուց հետո, հա ժողովրդի օգտի մի խոսք լսել է բարի խոսք, ինչպես կաթողիկոսի բերանից, լսել է թե չէ, հոգուտ հա ժողովրդի Այս մարդը բարբերաբար հանդես է գալիս որոշակի բաներով, երբ որ ճգնաժամ է լինում, երբ որ եւ այլն, եւ երբեք նա հաջորդի կողքին չի եղել Լևոն Տեր-Պետրոսյանը, եւ այս բոլորի ակունքում ինքն է կանգնած։ Հիմա ես մի բան եմ ենթադրում, ճգնաժամ է,
երկրում ճգնաժամ է եւ մաֆիան չի կարողանում իշխանափոխություն անել, deep state-ը չի կարողանում։ Սրանք միացել են, գլուխ գլխի են տալիս, անդադ որևէ փորձ են անում։ Այնքան փորձ արեցին, այն խեղճերի գլուխը գերան, Բաքու ուղարկեցին։ Հիմա ու շարունակում են եւ նա ինչ ասեմ, կլանը, հա, իր անդամներով իրենց օգնության է հասնում։ Ես ուրիշ ենթադրություն ունեմ։ Ինձ թվում է Կոբիրկինը հրամայել է Լևոն Տեր-Պետրոսյանին, որ գնա կողքին կանգնի, որովհետև եթե չանեն, Կոբիրկինը փաստաթղթերը կտպի, ինչպես որ Արցախյան Ղարաբաղյան կլանի մյուս անդամներին ուղարկեցին ռուսները Բաքու։ Այնպես որ սրանք տարբերակ չունեն, բայց ես մի ուրիշ բանի վրա եմ զարմանում, այդ որ ելնում են կոչեր են անում, բան են մեր ժողովուրդը, բայց սրանք ժողովրդի մեջ չի հեղինակություն ունեն, կարող եք ասել, հեղինակազուրկ մարդիկ ինչ, ասենք ինչն է իրենց հարցը, դրա համար սրանց պետք է առաջարկվի այս կլանից, երկուսը ինքը իրենց խփեն բերծնեն, ռուսներից բերծում չունեն, մեկը նրանք իրենց գործի են քշելու, որովհետեւ ասեցի անկայուն բան, Լևոն Տեր-Պետրոսյանը դրա ծիրի մեջ է։ Այլապես անհասկանալի է, չեղավ մի ժամանակ, որ մեր ժողովրդի մի լավ բան ասեն, կանգնեն ժողովրդի կողքին։ Ես ավելի դաժան բան ասեմ։ Մենք չէինք իմացել, որ Արցախում պատերազմը սկսել, բոլոր նախագահները այնտեղ լցված էին Ստեփանագերտում։ Ինչ էին անում, ով է թույլատրել, ով է ուղարկել։ Իրենք ինչ գիտեին, որ պատերազմ է։ Եվ այսպես ասենք, հա, հավաքական, Մոսկվան 5-րդ շարասյունով շարունակում է կռվել հայ ժողովրդի պետականության դեմ, առաջի դեմքերներ բացվում են։ Ոնց որ թե սիցիլիական մաֆիայի բոլոր բարագլուխներ հայտնի դառան, չգիտեմ մնացել է թե չէ, բոլորը։ Տեսեք Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյան, Քոչարյանը իրար են հոշոտում առանձնապես։ Բայց պետության դեմ միանշանակ եւ իշխանության դեմ միասին են։ Տարօրինակ չի։ Հիմա այս զարգացումները ուր կարող են գնալ, ինչ վտանգավոր ընթացք կարող են ունենալ այսօրվա հատկապես վարչապետի գրառումից հետո, սա ինչ է նշանակում, ես ուզում եմ ամբողջությամբ սա մեջ բերել, որպեսզի պարզ լինի, ասում է Գարեգին II-ը խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Սա փաստ է եւ եթե Գարեգին II-ը փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեն։ Ըստ այդմ, համաձայն հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի Գարեգին II-ը չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, ով խանդաղատանկով է վերաբերվում մեր հոգեվոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ունենա նորընտիր կաթողիկոս, ում բարեվարկությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Սա ինչ է նշանակում հետագա զարգացումների առումով։ Ուրեմն տեսեք հիերարխիան պիտի պատկերացնենք մեր եկեղեցը, որ իմանանք։ Վարդապետը կուսակրոն է դառնում, քահանա ոչ, մինչև վարդապետություն եւ դա կամավոր է։ Եթե որ այն Աջափ Սանդալյանը բողոքում է, մեր վիճակը հասկանում եք, քեզով է ասել, եթե վիճակը այդպեսին է, դառնաս վարդապետ եւ հետո Սա կամավոր ընտրություն է, բայց եկեղեցին ունի 4 կանոն, վարդապետություն եւ դրանից հետո կուսակրոնություն է, ով ուզում է, ովքեր որ ավարտում են հոգեվոր դպրոցներ, մեր հոգեվոր հաստատություններ ինքն է գնում, ով չի ուզում, նա չի գնում եւ դառնում է սարկավակ ինչ որ մնում են, էլի ծիսակատար քահանա եւ կուսակրոն։ Վարդապետից սկսած կուսակրոն են եւ դարերով մեր եկեղեցին այդպես է աշխատել։ Մի հատ դարել են, պղծել են մտների մեջ, որ ուրեմն պիտի այսինքն եթե չէ մարդը ասում է բա մեր վիճակը, ինքը պղծում է այդ կարգը։ Երկրորդն էլ մուննաթ է գալիս թե իրենց վիճակը։ Այդ դուրս եկեք, կարգալույց եղեք, եթե չեք կարողանում, ձև շատ կա, հրաժարական տվեք, կարգալույցն է եւ այլն։ Ուրեմն համ ուզում են այն լինեն, համ ուզում են, սա սովետական ապականված իրականության արտացոլում է։ Հիմա այս հարցը այսպեսին է, չէիր ուզում չդառնայիր, ով լինի, Մկրտիչ լինի, Պողոս, Պետրոս, բայց
լինես եպիսկոպոսության կաթողիկոսության աթոռից ձգտես ապա կանես Գրիգոր Լուսավորչի հիմնադրած գահը, դա ինչ ասեմ, պղծություն է, սրիկայություն է, պետական դավաճանություն է, եւ հետո սկսես քաղաքական իշխանության հետ բանավեճի մեջ մտնել։ Ես ասեցի, որ դա քննելի հարց չի։ Տրթատ երրորդ թագավոր եւ Գրիգոր Լուսավորիչը հիերարխիան սահմանել են։ Առաջինը գործատիր իշխանությունն է, հետո նոր գալիս է կաթողիկոսը։ Հիմա էլ մի գիտեք ինչ են դրել, եւ եկեղեցին ունի իր բոլորի համար եմ ասում պաշտոնական անունը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի։ Ուրեմն հայ առաքելական եկեղեցի չկա։ Են արամ կաթողիկոսն էլ բան է հնարել, հայ, որպեսի ինքը սպյուրք եւ այլն խարդախությունների մեջ մնան։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու բարական հայտնի է, հիմա ունենք պետականություն, ինքը չի կարող գործատիր իշխանության եւ իշխանության հետ մրցակցության մեջ լինել։ Կողքին կարող է լինել, պարտավոր է, որպեսի ուրեմն հոգեվոր դասնել եւ ժողովուրդն էլ հասկանա անի եւ անի։ Հիմա երկրորդ մասունի մեր եկեղեցու եւ առասարակ եկեղեցու դերը, եթե պետությունը կրոնապետություն չէ, եւ մենք կրոնապետություն չենք, վերջ չի կարող քաղաքականության մեջ լինել, ոչ սահմանադրորեն, ոչ զորով, ոչ էլ փողով։ Ուրեմն չի կարող, մաքիավելություն չանել։ Պետությունը կարող է պետությունը հիմա պետությունը պարտավոր է երկրում իրավական համակարգը վերահսկել։ Ուրեմն սա ասենք, որ իմանան, չի կարող, որն է իր գործը աստվածաբանությունն է, եկեղեցու հոգևոր դաստիարակությունն է, հոգևոր հարաբերություններն են աշխարհի հետ, այսինքն հոգևորի աշխարհն է եւ դա այնքան բարդ, այնքան անհրաժեշտ մանալ մեր համար է դարերում, բանը ուրեմն ժամանակներում, այդ գործն անելն է, արժե համակարգը պահելն է, դաստիարակությունը, եկեղեցին ունի հասարակություն ունի հոգևոր կյանքի անսպառ ոլորտ, որը հայ առաքելական եկեղեցու եւ մեր մյուս եկեղեցիների երկուսի խնդիրն է, վերջացավ։ Այստեղ հարցը չկա, գիտես ինչ կա հայկականով աղբեր, բամոն գիտեք, ոչ մի բան չկա, վերջացավ։ Հիմա պետությունն ինչ անում, իհարկե տեսականորեն ասում են պետությունը եկեղեցու գործերի մեջ չի մտնում եւ չպիտի մտնի, բայց հիմա սա մտնել է թե մտնել չէ։ Չէ, մտնել չի, ինչու, որտեղ փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Իշեսեմ սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանի հետ։ Դուք ասում եք, որ սա պետության կողմից եկեղեցու գործերի մեջ մտնել չէ, եւ ինչու։ Այլ բարձի թողի վիճակ է։ Ինչու, որովհետեւ քաղաքական համակարգը քաղաքական կենտրոն ունի պետության։ Քաղաքական կենտրոնը պիտի կարգավորի բոլոր հարաբերությունները, բարոյական, իրավական, նորմատիվային, արժեքային եւ այլն։ Եվ դրա համար ես առաջարկում եմ այդ բոլոր ընդդիմախոսներին, այսինքն օպոզիցիոներներին եւ ռևանշիստներին, սա ռևանշիզմ է։ Ուրեմն կարդացեք Հեգել, չի կարող պետությունը չունենալ քաղաքական կենտրոն, չի կարող։ Հետևաբար այդ տարանջատում եւ այլն, այդ բացարձականացնելը ուրեմն քաղաքական սխալ է, մեր պարագայում հանցագործություն է։ Իհարկե դրանք անկախ են, բայց այդ անկախությունը կարգավորվում է օրենսդրության եւ բարոյական նորմերով։ Ուրեմն իշխանությունը հետա ուշացել է հարցը լուծելուց։ Ուշացել է կոչը վաղուց պիտի աներ եւ ես չեմ կասկա ասում են կաթողիկոս այսօր էմիրություններ է գնացել։ Հիմա պիտի բարձվի։ Մի օրով երբ փախել է, ինչ արել, այս վիճակը անցկացնելով։ Ես չեմ բացառում այսօր ժողովուրդը լցվի վեհարաններ եւ դռները փակի։ Ես հաջորդի դրան էի գալու, թե այս կոչից հետո, այս գրառումից հետո ինչ հնարավոր քաղաքական քաղաքական ժողովուրդը իր կամարտահայտության խաղաղ ձևերով կկարգավորի հարցը։ Դա խիստ նորմալ է։ Ես չեմ զարմանա, որ վեհարանի բոլոր մուտքերը փակվեն, ոչ միայն իր դեր, այլ նրանց ու ԿԳԲ-ի սրբապղծության եւ բանի եկեղեցին պիտի մաքրվի եւ հաջորդին դա պետք է սկան բան մնացածը երկրորդական հարց է, տեխնիկայի հարց է։ Լևոն Տեր-Պետրոսյաններն է թող անցյալ են էլ, ոնց ասեմ, սրանք կարճ
ճանաչել են, չեն ուզում մեր երկիրը զարգանա, որովհետև ռուսները չեն ուզում։ Նաև իրենք խնդիր ունեն, որովհետև բաց հասարակության մեջ եւ իրավական պետության մեջ իրենք ջրի երես դուրս կգան, թե Արցախյան հարցը ոնց սկսվեց, օրինակ միշտ ասել եմ Լևոն Տեր-Պետրոսյան բոլորս միտինգներին եղել են։ Մինչև իշխանություն դառնալ Ղարաբաղ, հեստարավ ասեց արծը լուծում չունի։ Կարող եմ եկը բացատրել դա ինչ է նշանակում։ Եթե գիտեիր, որ լուծում չունի, ինչու էիր տանում այդ քարքարոտ ճանապարհներ, Մոսկվաներ ասել, բարձ է ինչ է, Ստարավոյտովաներ հրամայում, չէ՞։ Էս է։ Իսկ ինչպես եք վերաբերում դիմադիր շրջանակներից, որոնց դուք ռևանշից եք ասում, այս հնչող այսպիսի մտքերը, որ վարչապետը ասում եւ անում է այն, ինչի համար բերվել է իշխանության, իսկ հաջորդ կամ վերջնական հանգրվանը պետության կազմակերպումն է, կազմալուծումն է, դրան է ցկտում։ Հա, իրենց գողապետությունը քանդվում է։ Այս մարդիկ, տեսեք, խայտարակ վիճակի մեջ չեն նստել, չէ՞։ Բայց այս դատարաններից դուրս չեն գալիս, օրինակ երկու նախագահների համար կներեք մի հատ բառ օգտագործեմ, էլի չեն ասում, երևի կայֆ է, մի դատարանից մի հանցագործությունը մյուսի քարշ չեն տալիս աչի ցախից, բայց չի որ սրանց համար պետությունը կազմակերպված է, բայց դա իրենց պետությունն է կազմակերպվում, մեր տեսակետով իշխանությունը դանդաղ է աշխատում, ոչ հետևողական ներողամիտ եւ այլն, մնացածը ինչ է լինել, լավ է լինելու, եկեղեցին վերադառնում է հայ ժողովրդին, հիմա ով է ուղարկել այս մարդկանց իշխանություն, այս ուրեմն ասեմ այս դոկտոր պրոֆեսորներին, ծակ փիլիսոփաներին, գողապետության բարագլուխներին, ընտրություններով այս իշխանությանը ժողովուրդը ուղարկել է, իրա տերը ժողովուրդն է եւ պատվիրաններով, ժողովուրդը մուրճը ուզում է, տակ ինչ կա, տակն էլ վրանել, այս մեր պետության մեջ հայ ժողովուրդն է իր քվեով, նաև այն քաղաքացիները, ոչ հայ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ես տեղն ասեցի, այդ իրենք KGB-ն, սրանց ուղերից դուրս չի գալիս, եթե KGB չկա, անպայման մեկը պետք է ուղղորդվի, ես կարող եմ ասել առաջին երկու քանի դեպքերով, չկա այդպիսի բան, չկա կամ ուրիշ բան, հայ ժողովրդի կամքն է, անկախ ազատ պետականություն, մնացածը երկրորդական հարցը, ես դա համոզվեցի նաև Իրանում, մեր ժողովրդի ցանկությունում, որովհետև այնտեղի քայքայիչ ուժերին ժողովուրդը շատ վատ է վերաբերվում, չեն ասում են, Ավստրալիան մեր նույնն էր, ինչու են իշխանությանը դեմ, Սփյուռքում եղածները, իրենց հարևաններ, ոչ թե մենք, ահա ինչ է, այնպես որ տեղն ասեցի, իրենց թիկունքը այն մութ ուժը հայ ժողովրդի լուսավոր ուղեղն է, որ պետություն է ուզում, եւ Հիմա Հայաստանի ներքաղաքական կյանքում մի կողմից այս պետական իշխանության ներկայացուցիչներ եւ եկեղեցի բարձրաստիճան հոգևորականներ այս հակադրությունն է, որ սրվում է հանգուցալուծման է գնում, չի սրվում, այսինքն սուրեր գնում է լուծման կամ հարցը եւ պետք է լուծվի, մեր եկեղեցին, մեր ժողովրդինն է, մեր եկեղեցու պետը չի կարող ավելին լինել, քան Հայաստանի պետական քաղաքական իշխանությունն է, ով ուզում է չի ուզում դա թող գնա որ երկիր, ջանդամը գնան դեղ ապրեն։ Սա բոլոր պետություններն են այդպես։ Մեկը կհամարձակվի Անգլիայում, ամենասիրելի բանը Վալոտը, Վլադիմիրիչ բանը ուրեմն Պուտինը կհանդուրժի Կիրիլը դեմը նայի ծուռ աչքով, կհամարձակվի։ Հա, եղբայրներ, քույրեր եւ հայազգ կհամարձակվի ձեր շեֆին նրանց հոգևորականը նայել ծուռ աչքով, կախեն նույն րոպեի, նույն։ Մյուս գործընթացը վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունն է, դուք գիտեք երկար պատմեմ նախաձեռնությունը եղավ, հիմա չգիտեմ ստորագրումներ, բաներ, եւ խորհրդարանական ինտիմադիր խմբակցություններից մեկը արդեն կուսակցությունը եւ խմբակցությունը արդեն սեփական տեխնոծու են առաջադրում վարչապետի որովհետև այդպես է պահանջում օրենքը, եթե նախաձեռնում է, ուրեմն սա ինչ որ բան է փոխվել, ինչ կա այս հաշվարկների տակ, ինչ որ լուրջ բան կա, փոխվել։ Ես ասեմ բանով չլինի, էլի։ Ընկեր կոպիր գիտես մարդկանց հանգիստ թող, չեն կարող անում։ Անընդհատ բան են փոխում։ Հիմա տեսեք, հայ երկու գիտե մեր ժողովուրդ բան կա, կարծեմ ներկայացում կա, պարաբ վախտի խաղալիք, փող ունեն
զբաղված են։ Եվ երկրորդը կա քաղաքագիտության մեջ շատ հայտնի մի ֆորմուլա կա, հետո առաջ գնանք իբրև թե շարժվում ենք։ Եվ այս մարդիկ հետո առաջ են գնում, իբրև շարժվում են, ես տեսնում եմ իրենց ողորմելի վիճակ, ինչու։ Որտեւ այն տակ վիճակում, որ պարտվել էինք, եթե չփոխեցին, չկարողացան, հիմա ինչ են անել, ասես մեզ շորորում են, էլի, էդ էլ կա, չէ, գազեմ Գյումրվա պարկ ա, էլի շորորա, էլի, իրենք շորորում են։ Իհարկե դավադիր է դա, որովհետեւ պետությունը թույլատնում է, չեն թողում եւ այլն։ Բայց մի բան ակնհայտ է, որ վարչապետը իր հանգարձակի քայլերով բոլորի խաղակարտերը փչացնում է։ Հիմա սրանք չեն իմանում, եկեղեցու պետին փրկեն, թե իրենց փրկեն։ Բայց մի բան կա, որ հետո տեխնազուները վարչապետություն ամոթ էլ է, ով ասես վարչապետություն է ուզում, հետո էլ այնպես լուրջ դեմքով փողկապը կապում են, գիտեն թե ուրեմն դառա վարչապետ եւ սկսում են խաղալ։ Հիմա որևէ հաշվարկ չկա այդ ամեն ինչի տակ, ասենք, եթե առաջադրեցին, լավ 6 պատգամավոր ունեն, 2 էլ անկախ պատգամավոր կա, 2-3 շատ խիստ հարցական է ստորագրեն, թե չեն ստորագրի, այն մյուս խմբակցությունը ինչպեսի դիրքորոշում կունենա, ընդհանրապես այս գործընթացը ինչ որ հեռանկար ունի, մինչև նախաձեռնություն հանդես բերել, օրակարգ հասցնել։ Ոչ մանը չի լինելու, ոչ մանը չկա, ինձ թվում է ուղղակի ես գիտեմ, որ պարոն բանը Ռուսաստան դեսպանը ինչ չի պատասխանի, որ ասեմ էլի հերիք է թող այդ մարդիկ իրենց համար փողը վայել են։ Հանում են, գցում են այն բաները, բան խամաճիկների թատրոն չկա։ Անընդհատ դերասանը փոխում են, տեսնում եք չի փոխվում, բայց ուրիշ բան կա իրենց համար, որովհետև Հայաստանում հավանաբար ընտրություններ են լինելու, որտեղ ընտրություն, այնտեղ Ռուսաստանի մահ, դրա համար ամեն ինչ անում են, որ այդ բանը չստացվի։ Բայց ես կարծում եմ, ենթադրում եմ եւ պահանջում եմ նաեւ, որ գործող իշխանությունը անցկացնի 100%-անոց մաքուր ընտրություն։ Եվ այս բոլոր աղբը վերջանա գնա, իրենք են հիշում են Երջանի գորերը, որ խփում էին, ծխում էին, էս էին անում, բայց դե պիտի հարցերը լուծվեն, մենք պիտի գնանք ընտրությունների առանց որևէ բան, հիմա համել ասեմ, թող չվախենան իշխանության մեջ եթե գան, մինչև մեր ընտրությունները Ռուսաստան չի լինելու կենթանի են չափով, որ կարողանա խանգարել, մի վախեք, ընտրություններին մի տարի է մնացել։ Դե մի տարի Ռուսաստանի մի տարի կյանք կա, տեսնեք ինչ են անում, եթե մի երկրում 41 ինքնատիպ ստրատեգիա կան, մի օրվա մեջ են խփում, են խորը թիկունքում, էլ ինչ եք ուզում, Վլադիվոստոկում ինքնատիպ բաներ են գործանում, այստեղ առիթ եղավ ասեմ, ուրեմն Ղազախստանը ըստ էության թեքվում է դեպի ՆԱՏՕ։ Ալիևը գիտեք ինչ է անում, ուղղակի բանի տակ այնտեղ չի կարողանում, բայց անում է, դա հետ։ Ուկրաինան ասում է, որ Ուկրաինան Վլադիվոստոկում նավեր է խորտակում, եւ այլն։ Այստեղ գիտեք ինչ գործում է ամերիկյան անակոնդայի սկզբունք, օղակը Ռուսաստանի շուրջ անընդհատ սեղմում է, Ղազախստանը սեղմում է եւ այլն, ինչի մասն է խոսքը։ Եմես որ ազատ համարցակ, բայց բալանսը հաշվելով գնանք առաջ։ Ես մտադիր եմ մի փոքր ավելի երկար խոսել իրան կատարած այցի մասին, բայց մեկ հարցով կոնե անդրադառնանք ինչ այցեր, ինչ հանդիպումներ էր, ինչ տեսակ, ինչ ինֆորմացիա կա հետաքրքիր։ Վերլուծական իրենք ունեն բարձում է վերլուծական լավ կենտրոններ, մի բան ասեմ, որ օգտակար է մեզ, բարձում է, որ ինչ-որ ես հասկացա, տեսա, նաև խոսել եմ, շատ հանդիպումներ են եղել, շատ ինտենսիվ և հարուստ է ուրեմն, ինչն է հարցը, դե թվում է ավտորիտար իշխանություն է, նա ոչ մեկին չի հարցնում, կառավարում և այլն, բարձում է բոլորովին էլ այդպես չի, այլ ուրիշ բան կա, ուրեմն ինձ ասում էին, եւ ես հանդիպել եմ մարդկանց հետ, երևի երկրի ներքին արտաքին քաղաքականության որևէ հարց, որը կենսական իրենց համար, սկզբից լայնորեն փորձագիտական շրջանակների հետ են քննարկումներ անցկացնում, ընդ որում որոշում կայացնողներ մասնակցում են որպես հավասար վերլուծողներ, այս բոլոր ամփոփում են, տանցնում են հետո օրենք։ Շատ լավ մեթոդ է։ Ես դա չէի լսել, որ այդպիսի սիստեմ կա։ Դե բանը մենք ժողովրդավարություն եւ այն գիտենք ինչ է լինում։ Այսինքն ոչինչ պատական չանելու համար լինում է եւ այդ շրջագծի մեջ էլ ինձ հրավիրել էր պարլամենտի վերլուծական կենտրոնը, այնտեղ ես զեկուցում եմ կարդացել, ամեն զեկուցում 2.5 ժամից պակաս չի եղել, քննարկում է եղել, երբեմն տաք, շատ, բայց եղել է ջերմ ընկերական,
հարաբերությունը, եղել է նաև ուրեմն լույս կոչվող վերլուծական կենտրոն ունեն եւ այլն, եղել է նաև պետական պատասխանատուներ, որոնց հետ հանդիպել ենք եւ այլն, բայցից հրավիրողը Գուսակցյան իմ ընկերներից մեկի հետ Դավիթի հետ հրավիրել էր ուրեմն այդ Խոմեյնին մահվան նրա տարելիցը նշվում է աշխարհով մեկ, ասենք Թեհրան են հավաքում հրավիրյալներ, ուրեմն դա լինում է 89 թվից սկսած մահվան այդ օրը 4-ին ամսի ես փորձեցինք իմանալ երևի քրիստոնյա եւ քրիստոնյա պետություն եւ ժողովուրդ միայն մենք էինք որ պաշտոնապես էինք հրավիրված ոչ թե հրավիրված էինք գնացինք դենտեղ հնարավոր չէ այդպես մասնակցեցինք մեծ հարգանք Հայաստանի հանդեպ եւ փոխված ինչ որ չափով Իրան ասեմ դեմքը գարնանային կանայք դեմքը բացել է շատ կարևորել է հարաբերություններն մեր Հայաստանի հետ մեծ ձգտում կա լավագույն հարաբերություններ ունենալ ես ասի խնդրեմ բայց դուք չփորձեք մեր եղբորը փոխարինեք որպես միջնակ եղբայր եւ այսպես խոսքը գնալ է ես նույնիսկ մինչեւ Չաբարին ավանկից հասարիս չէ ուզում եմ ասեմ որ եւ ամեն ինչով իրենք նպաստեցին եղան սուր բանավեճեր եւ նոր խոսքեր եւ իրենց համսկզբից անսպասելի էր, հետո ես տեսա, որ լավ էլ ստացվեց խոսակցությունը։ Մնացածը կտեսնենք։ Շնորհակալ եմ զրույցի համար, վստահ եմ, որ այս այցելության հետ կապված այլ ֆորմատներով ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդեք։ Մենք հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանի հետ, կհանդիպենք։